Հիսուս Քրիստոսը վերադառնում է, հետհաշվարկ, ես շարունակում եմ այս շարքը և ուզում եմ խոսել Հարսի ու Փեսայի մասին։ Հարսը և Փեսան, այսինքն Հիսուս Քրիստոսը և իր եկեղեցին։ Մենք, այսինքն այն զավակները Հիսուս Քրիստոսի, որ կազմում են նրա եկեղեցին, մենք Հիսուսի հարսն ենք և Հիսուս Քրիստոսը մեր Փեսան։ Այդ ամենը գրված է Աստվածաշնչում։ Եվ Տեր Հիսուս Քրիստոսը մեր Փեսան է։ Եվ մենք կազմում ենք Տիրոջ եկեղեցին, նրա մարմինն ենք, և Հիսուս Քրիստոսը եկեղեցու գլուխն է։ Եվ ինչպես սովորական մարդկային կյանքում հարսը ու Փեսան մի ամբողջություն են դառնում, մի մարմին, այդպես էլ Հիսուս Քրիստոսը իր եկեղեցու հետ մի ամբողջություն է, մի մարմին է։ Մենք Տիրոջ մարմինն ենք, Տիրոջ շարունակությունն ենք, Տիրոջ մարմնի անդամներն ենք, մասնիկներն ենք, և Տիրոջ եկեղեցին մի ամբողջություն է, մի կատարյալ ամբողջական մարմին է իր Տիրոջ հետ, իր Փեսայի հետ։ Եվ Հիսուսը մեր գլուխն է, և նա կառավարում է, ղեկավարում է իր եկեղեցին։ Հիմա, ինչպես հարսը ու Փեսան, որ դառնում են մի մարմին, մի հոգի, մի ամբողջություն, այնպես էլ մենք և ապրում ենք ու ապրելու ենք հավերժության մեջ մեր Փեսայի հետ։ Մենք ապրելու ենք մի ողջ, անսահման, անվերջանալի հավերժություն մեր Փեսայի հետ, երբ կմիավորվենք նրա հետ արդեն երկնքում։ Երբ Տեր Հիսուսը կգա մեր հետևից և կվերցնի մեզ երկրի վրայից, ավելի ճիշտ նրա հրեշտակները մեզ կվերցնեն երկրի վրայից, մենք կհանդիպենք ամպերում Տիրոջ հետ և այդ պահից միշտ կլինենք նրա հետ։ Այդպես գրված է Նոր Կտակարանում։ Եվ Պողոս առաքյալն է այդպես ասում, որ այդ պահից մենք միշտ հավերժ կլինենք նրա հետ։ Հիմա մենք պետք է հասկանանք, որ եթե պատկերացնենք, որ մեզանից յուրաքանչյուրը Տիրոջ մարմինն է, մենք պիտի հասկանանք, որ մենք պետք է նմանվենք մեր Տիրոջը, որպեսզի նրա մի մասը կազմենք մարմնի, որովհետև չի կարող լինել այսպես. Տեր Հիսուսը սուրբ է, սրբերի սուրբն է, մեր կատարյալ սրբագույն Աստվածն է, և մենք լինենք ոչ սուրբ, ոչ մաքուր։ Տեր Հիսուսը գալու է իր սրբերի հետևից, իր սրբերի, այսինքն նրանց հետևից, ովքեր մաքրվել են, սրբվել են և սպասում են իրենց Տիրոջը, և մենք պետք է նման լինենք մեր Տիրոջը։ Հիմա մենք պետք է հասկանանք, որ երբ Տերը գա մեր հետևից, դա հափշտակությունն է, որի մասին խոսում ենք այդքան։ Երբ Տերը մեզ հափշտակի, վերցնի, շատ հանկարծակի, շատ արագ, մի ակնթարթում, դրա համար է այն հափշտակություն կոչվում, վերցնի, մենք նրա հետ ենք ապրելու երկնքում, նրա թագավորությունում, այսինքն նրա փառքի մեջ, անցնելու ենք նրա ուրախության մեջ, նրա փառքի մեջ և վայելելու ենք, լինելով մեր բնույթով անարժան, ուղղակի մարդ լինելով, ապրելու ենք Աստծու փառքի մեջ։ Բայց այդ ժամանակ, երբ ապրենք Աստծու փառքի մեջ, մենք իհարկե ուղղակի մարդ չենք լինի, արդեն մենք կլինենք սրբեր, սրբացածներ, և Տիրոջ ողորմածությամբ դա կլինի, որովհետև մենք փրկվում ենք Տիրոջ ողորմածությամբ, մեր հավատով, և մենք արժանանում ենք Տիրոջ արքայությունում ապրելուն, նորից Տիրոջ ողորմածությամբ և մեր հավատով։ Հիմա, բայց մենք ոչինչ չենք արել նրա համար և չենք էլ կարող ոչ մի կերպ անել ինչ-որ մի բան, որը մեզ կարժանացնի Աստծու փառքի մեջ ապրելուն։ Դուք պատկերացնում եք դա ինչ է։ Պատկերացրեք ձեզանից յուրաքանչյուրը, անկախ նրանից, թե սա հիմա դուք նոր եք իմանում, առաջին անգամ եք լսում այս ամենի մասին, թե արդեն
Տիրոջ սպասող, հավատարիմ զավակներից եք, Տիրոջը սիրող, Տիրոջը պաշտող եւ ամեն րոպե սպասում եք Տիրոջը, եկեք ուղղակի պատկերացնենք մեզանից յուրաքանչյուրը, մենք հիմա ապրում ենք այս երկրի վրա, այս մարդկային կյանքով եւ ցանկացած պահի մենք ուղղակի կարող ենք արդեն լինել Տիրոջ հետ նրա թագավորությունում, նրա լույսի մեջ, նրա փառքի մեջ։ Միթե մարդը կարող է անել ինչ-որ մի բան, որով նա կարժանանա Տիրոջ փառքի մեջ ապրելուն։ Մենք չենք կարող ոչինչ անել, դրա համար սա Տիրոջ ողորմությամբ ենք մենք այս պարգևը ստանում։ Տիրոջ ողորմությամբ եւ սիրով եւ գթասրտության եւ ներումով ենք մենք այս օրհնությունը, այս պարգևը ստանում, որ նրա հետ կիսենք իր ուրախությունը, նրա հետ կիսենք իր թագավորությունը, նրա հետ վայելենք այն խնջույքը, որը որ լինելու է երկնքում նրա թագավորությունում։ Հարսանիքն է լինելու Փեսայի Հիսուս Քրիստոսի եւ իր հարսի, այսինքն իր եկեղեցու, իր ընտրյալ զավակների։ Եվ մենք լինելու ենք երկնային հարսանիքին։ Մենք ինչ ենք արել դրա համար կամ ինչ կարող ենք անել դրա համար, ոչինչ, մարդը իզորու չէ անել ոչինչ, այնպիսի մի բան, որ արժանանա ապրել Տիրոջ հետ նրա փառքի մեջ հավերժական կյանքում։ Դա միայն Տիրոջ ողորմածությամբ է եւ նրա սիրո արդյունքում է այդ ամենը տեղի ունենում։ Ու մենք պետք է միշտ հասկանանք մեր կյանքի ամեն օրվա ամեն ժամի մեջ, որ մենք մեզանով ոչինչ չենք կարող անել եւ յուրաքանչյուր բան, որ մենք անում ենք, յուրաքանչյուր բարի գործ, յուրաքանչյուր նվիրված եւ հավատարիմ ծառայություն Տիրոջ անվան համար, Տիրոջ փառքի համար, երբ մենք անում ենք, միևնույն է դա նորից մենք չենք անում, դա անում է Սուրբ Հոգին մեր միջոցով։ Եվ ամեն գործողություն, քայլ, խոսք, որ մենք անում ենք հանուն Հիսուսի, հանուն նրա անվան, հանուն նրա փառքի, հանուն մեր սիրո նրա հանդեպ, այսինքն ծառայում ենք Տիրոջը, դա նորից մենք չենք անում մեզանով, դա նա է անում մեր միջոցով։ Մենք պետք է ամեն պահի հասկանանք, ես հիմա որ խոսում եմ, սա ես չեմ անում, սա Սուրբ Հոգին է, որովհետև այն պահին, երբ Սուրբ Հոգին թողնի ինձ մենակ, ես լինեմ առանց Սուրբ Հոգու, ես չեմ կարողանա ոչինչ անել։ Ես ինձանով որպես մարդ իզորու չեմ այդ ամենին, որպեսզի խոսեմ մի բան, որը կհասնի ձեր սրտերին եւ կօգնի ձեզ, դա ես չեմ, դա Սուրբ Հոգին է եւ մեզանից յուրաքանչյուրը պիտի հասկանա, որ ինչ որ անում ենք, դա մենք չենք, դա Աստված է եւ առանց նրա մենք ոչինչ ենք։ Մեր ամեն օրվա մեջ մենք պետք է գիտակցենք ամեն լավ բանը, որ մենք անում ենք, ամեն գործը կամ խոսքը, որ մենք անում ենք, որը որ դրական ազդեցություն է թողնում, կամ ամեն շնորհը եւ տաղանդը, որ մենք ունենք եւ օգտագործում ենք, դա մենք չենք, դա Աստված է եւ ամեն անգամ, երբ ուրախանում ենք, որ ինչ-որ լավ բան արեցինք, մենք պետք է հենց այդ վայրկյանին հասկանանք, որ դա մենք չենք, դա մեր Տերն է եւ շնորհակալ լինենք, որ Տերը մեզ օգտագործեց այդ լավ բանի համար։ Ոչ թե մենք արեցինք, այլ մեր Տերը արեց եւ շնորհակալ լինենք, որ նա մեզ օգտագործեց դրա համար։ Շնորհակալ լինենք եւ խոնարհվենք, Տեր, դու օգտագործեցիր ինձ որպես քո անոթ, դու կարող էիր դա ուրիշի միջոցով անել, բայց դու իմ միջոցով արեցիր, ես օրհնված եմ քո կողմից, շնորհակալ եմ այդ օրհնության համար, Տեր Հիսուս Քրիստոս։ Մենք պետք է Տիրոջ զորությունը ամեն պահի հասկանանք եւ գնահատենք եւ նրան ասենք, այո, Տեր, դու ես, մենք չենք։ Մենք առանց քեզ ոչինչ ենք։ Ես գիտեմ, որ եթե Տեր Հիսուս Քրիստոսը մի ակնթարթ իր ձեռքը վերցնի իմ վրայից, ես ուղղակի ոչինչ եմ, ես ինձանից ոչինչ չեմ ներկայացնում։ Ես դա հասկանում եմ եւ մենք պիտի բոլորս հասկանանք։ Հիմա մենք Տիրոջ փառքի մեջ, հավիտենական երանության մեջ ենք ապրելու Տիրոջ ողորմության, ողորմածության, սիրո, գթասրտության շնորհիվ, նրա տված շնորհով, նրա տված պարգևով, ոչ թե մեր շնորհիվ, ոչ թե մեր արժանինքների շնորհիվ։ Նա մեզ այնքան սիրեց, որ կամեցավ,
որ մենք մեր մեղքերից դուրս գանք իր զոհաբերությամբ եւ ապրենք իր հետ հավերժ, երջանիկ, խաղաղ, սիրո մեջ։ Նա մեզ այդքան սիրեց, մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Մեր Հայր Աստվածը մեզ այնքան սիրեց, որ իր միածին որդուն զոհաբերեց հանուն նրա, ինչ որ ես ասացի նոր, որպիսի մենք ազատվենք մեղքից, մաքրվենք եւ հավերժ ապրենք նրա կողքին երջանիկ, երանելի եւ նրա փառքի մեջ։ Ինչ ենք արել մենք դրա համար? Ոչինչ եւ չենք էլ կարող։ Ինչքան էլ որ ուզենանք, չենք կարող։ Մարդուն տրված չէ դա միայն Աստծուն է տված, այդ բոլոր շնորհները, պարգևները միայն Տիրոջից է։ Նա է ամենազորը, նա է ամենակարողը, նա է կյանք տվողը, նա է լույսը, նա է կյանքը։ Նա է։ Եվ մենք ընդհանրապես պետք է ընտրենք եւ ընդունենք Տիրոջ տված պարգևը, մեր Տիրոջը որպես մեզ փրկիչ, նրա տված հավիտենական կյանքի պարգևը եւ խոնարհվենք եւ մաքրվենք եւ ապաշխարենք եւ խոնարհությամբ, սիրով լի, շնորհակալ սրտով քայլենք Տիրոջ հետևից։ Հիմա հարսը, որ պիտի Փեսայի հետ դառնա մի ամբողջություն, որ Փեսայի հետ մի մարմին է եւ ապրելու է հավերժ իր Փեսայի հետ, նա լինելու է Տիրոջ փառքի մեջ եւ լինելու է այնտեղ, որտեղ Հիսուս Քրիստոսն է, երբ Հիսուս Քրիստոսը վերադառնա երկիր, դատելու աշխարհը, հարսը, որ Տիրոջ կինն է արդեն եւ Աստվածաշնչում այդպես էլ գրված է, հարսը դառնում է կինը, գառան կինը, գառնուկի կինը։ Հովանեսի ավետարանում գառան կինը, այդ մենք ենք, այդ հարսն է Տիրոջ, որ արդեն կինն է նրա, որովհետև երկնքում, երկնային հարսանիքում, խնջույքում մենք հարսն էինք ու դարձանք ապա կինը Տիրոջ եւ իջնում ենք նրա հետ երկիր դատելու, այսինքն Աստված, մենք Տեր Հիսուս Քրիստոսի մարմինն ենք, մի ամբողջություն եւ նա մեզ տալիս է այդ բոլոր իրավունքները, նստել իր կողքին, լինել իր կողքին, դատեր կայացնել իր հետ։ Եվ սա փոքրագույնն է, որ մենք գիտենք, թե ինչ է սպասում մեզ, ինչեր է պատրաստել մեր կատարյալ բարի եւ սիրո Աստվածը մեր համար երկնքում եւ ապա երկրի վրա, որ մենք չենք էլ պատկերացնում դեռ։ Եվ ինչպիսին պետք է մենք լինենք? Սուրբ, եթե դու քո վրա չես աշխատում մաքսիմում, առավելագույնը, որպիսի սրբվես, սրբանաս, մաքրագործվես, որպիսի նմանվես քո Տիրոջը, քո Փեսային, դու չես կարող ուրեմն նրա թագավորությունում նստել նրա հետ եւ ապա դատեր կայացնել մյուսների հանդեպ, ովքեր մնացին մեղքի մեջ։ Գիտակցիր, թե քեզ, եթե դու լինես Տիրոջ հարսը, քեզ ինչ դեր է տրված Տիրոջ կողմից եւ ինչ պարգև, եւ այս պահից ամեն վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, գիշերը, ցերեկը, առավոտը օգտագործիր դրա համար, որպեսզի քո աղոթքներով եւ քո գործերով եւ քո խոսքերով եւ քո մտքերով ու քո սրտի կամքով մաքրվես։ Քեզանից դա է հասնում ընդհանմենը։ Մնացած ամեն ինչ Աստված ծրագրել է, պատրաստել է, նախապատրաստել է քեզ համար, քո երանության համար։ Նրան պետք է որ դու լինես իր բարի ծառան, իր խոնարհ ծառան։ Չլինես չար ծառա, չլինես մի ծառա, ով քանի դեռ Տերը իր կողքին չէ, տնից հեռացել է, որոշում է, որ պիտի մյուս ծառայակիցներին ծեծի, սոված պահի, վիրավորի, նեղացնի, ցավացնի, մոռանա իր առաքելությունը, իր գործը։ Չլինես այդպիսի ծառա։ Այսինքն Տերը քեզանից արդարություն, ազնվություն է պահանջում, խոնարհություն, խոնարհ սիրտ, խոնարհ միտք։ Ես շատ եմ նշում խոնարհությունը, ես խոնարհության մասին շատ եմ խոսում, որովհետև Աստված ինձ դա է սովորեցրել։ Ամեն ինչ կախված է մեր խոնարհությունից, որովհետև միայն խոնարհ սրտերն են, որ ընդունում են իրենց սխալները եւ Տիրոջ օգնությամբ
ազատվում այդ սխալներից եւ մաքրվելով դառնում ավելի հետզետե ամեն քայլի հետ ավելի արժանի, ավելի մոտիկացած են դառնում Աստծուն։ Դա համար մենք պետք է հասկանանք, թե ով է հարսը Հիսուսի համար։ Դա ուղղակի այն չէ, որ մենք հափշտակվելու ենք ու գնանք ու ուղղակի երջանիկ ապրենք Աստծո թագավորությունում։ Մենք գործ ունենք անելու։ Մենք հավատարիմ հարսն ենք, հավատարիմ կինը, իր փեսայի, իր տիրոջ, իր ամուսնու, ես չգիտեմ ինչպես բացատրեմ հասարակ, հավատարիմը, որ միշտ իր կեսի հետ է եւ նրա հետ է ինչ էլ որ լինի եւ գործեր ունի անելու եւ պայքար ունի անելու։ Մենք անգործ չենք նստելու, մենք տիրոջ զինվորն ենք լինելու, մենք տիրոջ օգնականն ենք լինելու, մենք նրա հետ ենք լինելու ամեն պահի մեջ։ Տերը դեռ պայքար ունի, Տերը դեռ դատաստան ունի անելու, հափշտակությունով չի վերջանում ամեն ինչ, հակառակը նոր ու ամենամեծ եւ բարդ եւ ամենակարևոր դատաստանն է դեռ սպասվում հափշտակությունից հետո։ Եվ մենք լինելու ենք մեր փեսայի կողքին, հավատարիմ եւ ուժեղ պետք է լինենք։ Որովհետեւ մենք լինելու ենք նրան նաեւ զինվոր, երկնքում եւ երկրի վրա։ Վերանայիր, վերաարժևորիր, թե ով է հարսը Հիսուսի համար։ Եվ հասկացիր դու ինչքանով ես պատրաստ դրան։ Տիրոջը պետք է ամենահավատարիմ, ամենափորձված եւ ամենաամուր հավատարիմ թրծված, գրակի մեջ թրծված սրտերը, որոնք ոչ մի կերպ չեն թուլանա եւ չեն մեջքով շրջվի Տիրոջը։ Որովհետեւ մենք պետք ենք մեր Տիրոջը դեռ մեծագույն պայքարի ժամանակ։ Եվ դրանից հետո, երբ հազարամյա թագավորությունը սկսվի, ում է Տերը վստահելու։ Նա պետք է իմանա, որ մենք նրան ամենահավատարիմն ենք եւ նա կարող է մեր վրա հենվել ու հույս դնել։ Դրա համար մենք հիմա պիտի անցնենք կրակի միջով, որպիսի ոսկի դարձած դուրս գանք, որպիսի Տերը մեզ վստահի ամբողջովին եւ ասի՝ արի քո Տիրոջ ուրախության մեջ հավատարիմ ծառա, բարի ծառա, որովհետև եթե մենք այստեղ հավատարիմ լինենք, այնտեղ էլ ենք հավատարիմ լինելու, որովհետև եթե փոքրի վրա Աստված մեզ կարգեց, փոքր գործ տվեց, փոքր բան վստահեց մեզ ու մենք նրա վստահությունը արդարացրեցինք, նա մեզ մեծի վրա իշխանություն կտա, այսինքն երկնքում ավելի մեծ բաներ են նա դեռ մեզ վստահելու։ Իսկ դու վստահ ես հիմա, որ այնպիսին ինչպիսին որ դու կաս, Տեր Հիսուսը կարող է քեզ վստահել ու հանգիստ լինել, որ դու իր հավատարիմ զինվորն ես, որ դու իր հավատարիմ հարսն ես, որ դու իր հավատարիմ ծառան ես, որ դու իր հավատարիմ զավակն ես։ Մտածենք, վերանայենք, վերաարժևորենք, վերագնահատենք ամեն ինչ նորից, հենց այս վայրկյանից սկսած, որովհետև ցանկացած օր ու ժամ կարող է Տերը գալ, մենք սպասման մեջ ենք, հատկապես սեպտեմբեր ամսից, սեպտեմբերի 23-ից մենք սպասման մեջ ենք։